Ստեփանավանում ԲՀԿ ղեկավարին փոքրիկ սպորտսմենները իրենց մրցանակներով ու գավաթներով են դիմավորել։ Սպորտում մեծ ներդրում ունենալու համար ստեփանավանցի տղաներից մեկն իր մենամարտի գոտին նվիրել է Գագիկ Ծառուկյանին։ Սպիտակում նույնպես ջերմ են ընդունում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով քաղաքացիների հետ զրույցների արդյունքում է Բարգավաճ Հայաստանը հստակ առանձնացրել մարդկանց խնդիրներն ու պահանջները։ Ամբողջ ժողովուրդը վարկերի տակ է։ Ունենք 650,000 ընտանիք, ունենք 2,450,000 վարկառու։ Հիմա այստեղ հավաքվածների 100%-ը վարկի տակ է, չէ՞ ժողովուրդը։ Թե վարկի տակ չէ։ Տնից 2-3 հոգի, ճիշտ է թե ոչ։ Դա կուտակվել է ժողովրդյան լավ ուրիշ չի։ Լոռեցիներին Գագիկ Ծառուկյանը խոստացել է իր ընտրվելու դեպքում կենսաթոշակը կհամապատասխանեցնի նվազագույն պարենային զամբյուղին, որ մարդիկ կարողանան ապրել։ Ոչ տեսօր ասում եմ, հենց մենք եկան թոշակները դառնալա 200,000, առաջնային թոշակը դառնալա նվազագույն զամբյուղի չափով 78,000, որ քու այդ թոշակառուները, բարեխիղճ, որը տարիք առել են, այդ մարդկանց պետք է ուշադրություն, գոնե մինիմումը կարողանաս ապահովել։ Ոնց որ դու քո ընտանիքի ղեկավարն ես, քո ընտանիքին չկարողանաս կերակրել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մերօրյա քաղաքական պայմաններում որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ հավաքել 51% ձայն։ Անհրաժեշտ է համախմբվել Արցախի ճակատագրին չարժանանալու համար։ Այսօր ոչ մի խաղաղություն չկա, ժամանակավոր դատարա։ Մենք այսօր ժողովուրդ միասնական պետք է մտածենք, քայլ կատարենք, որ նույն Արցախի օրինք չլինենք։ Զարուհի Սահակյան, Էլեն Յահինյան, Հայլուր։